Ես բացառություն կանեմ, սրանից հետո կգնանք ժամադրության։ Ներվային անունը։ Այո։ Այ հենց այդ ինձ ներվային ասում։ Թե կասեր, ուրեմն դա ունի անուն։ Brad Pitt-ն է, բայց տուպոյ։ Ինձ պետք չի։ Եվ այս մատի մի շարժումով հանդիպել եմ իմ կյանքի սիրուն։ Ուй, Աստված ջան։ Ճապսոս։ Եթե ավելի լավ մեկը լինի, այդ մարդու մոտ Բայց գնա։ հա որ Հայ աղջիկների շրջանակում լսում եմ, որ ամաչում են։ Բամոթա, իհարկե։ հիմա ես էլ մարդ եմ սխալվելու իրավունք։ Տղա էլի։ Բարև ձեզ Monk 3 YouTube-յան ալիքի սիրելի հետևորդներ։ Այսօր Monk 3-ի եթերում մեկնարկում է նոր ոդքասթ, որը կոչվում է A to Z Ես կլինի հայերեն ասեմ A-ից F։ A to Z podcast-ի շրջանակում քննարկելու ենք երիտասարդությանը հետաքրքրող ամենատարբեր թեմաները, բայց այսօրվա էպիզոդը իմ ամենասիրելին է լինելու, քանի որ քննարկելու ենք 21-րդ դարի դեյթինգը եւ սիրո ամենատարբեր դրսևորումները։ Այսօրվա մեր հյուրը բլոգեր եւ ինֆլուենսեր Եվա Ղարիբյանն է, ողջույն Եվա։ Ես խնդրել եմ ինձ ներկայացնեք, Ճիշտ է, եւ սելեբրիթի եւ ձերդ գերազանցություն բնականաբար։ Այո, դե, այո։ Սելի Եվա, ես ուզում եմ իմանալ առաջին դեյթին ինչն է քեզ գրավում, որ դու որոշում ես շարունակել հանդիպումը։ Իսկ ես ուզում եմ իմանալ մինչև այդքի եք ինձ էս հյուր ընտրել էլի ժամադրությունների թեմայով ամենագեղեցիկ բլոգերն էի, որոշեցիք։ Մենք մտածում ենք, քանի որ դեյթի թեման պիտի լինի մեր քննարկման մեջ, որ ասում ենք դեյթ, մենք այս բոլորս մտքին եկավ Եվա Ղարիբյան։ Այո։ Այո։ Լավ, ես կպատասխանեմ ուրեմն հարցին, ինձ բավարարեց է պատասխանը։ Առաջին ժամադրությանը կարևորը ինչքանով նույն հումորի զգացում ունենք, որովհետև եթե այտենց չծիծաղանք իրար հետ, ուրեմն հաստատ էլ հետաքրքիր չի լինելու, ինչքան նույն արժեքներն ենք կիսում, որովհետև ես այտենց աշխարհի հանդեպ հստակ պատկերացումներ ունեմ, որ եթե այդ ամեն ինչը իրար չի համապատասխանում եւ մենք տարբեր ձև ենք մտածում, ցավոք էներգիա էլ չեմ դնի մարդու հետ շարունակելու հանդիպելու եւ ամենակարևորը վերջի վերջո կա համակրություն թե ոչ, որովհետև կարող է դու մարդու մասին տես պատկերացումներդ այլ լինի, իրեն հավանես, բայց հետո սկսես երկար շփվել, հասկանաս, որ ընդհանրապես ոչ Չեք համապատասխանում։ Հա, ընդհանրություն չունեք եւ գնալով աչքիցդ ընկնում է ինքը տենց չեմ շարունակ։ Տաներ ուշադիր լսեցիք, հուսով եմ բոլորը, հա, գաղտնիքները եւ այ իսկ արտաքին տվյալներ տենց չնշեցիք, թե Այդ ասեցի համակրությունը հենց արտաքին տվյալների առումով, որովհետև կարող ինչ-որ մեկին տեսնեմ, հավանեմ, սկսի խոսալ, մեկի այդ տեսքը գնալով ընկնի էլի։ Իրականում չի եղել, որ լսեմ մարդկանց, որոնք ծանոթացել են ինչ-որ հավելվածով դեյթինգի, իմ շրջապատում նկատի ունեմ, եւ նրանց հարաբերությունները երկարատև են տևել, այսինքն ինչ-որ շատ հետաքրքիր սիրո պատմություն կա, ու դա ինձ խանգարել է, որ ես գրանցվեմ նմանատիպ կայքում եւ այնտեղ գտնեմ ծանոթություններ, չնայած որ շատ եմ լսում էլի դրա մասին։ Չէ, ես լիքը ծանոթներ ունեմ, ովքեր ամուսնացել են, նշանվել են, հարաբերությունների մեջ են։ Այդ համար դուք մեր ամենաճիշտ հյուրն եք այսօր, որ ինձ օգնեք։ Եվ մի հատ էլ բարդույթ կա, շատ հաճախ հայ աղջիկների շրջանակում լսում եմ, որ ամաչում են նմանատիպ հավելվածներում լինեն։ Դե բամոթա, իհարկե։ Նմանատիպ հավելվածներում լինեն, ցույց տան իրենց այնպեսին ինչպես կան եւ այլն։ Ու իրականում ես դա մի փոքր չեմ հասկանում, որովհետև եթե դու այդ հավելվածում ես, դու մի նպատակով ես, որ գնաս դեյթի, եւ որ ֆորմուլան է խանգարում իրենց եւ այդ ինչ ամոթի մասին է խոսքը, երբեք չեմ հասկացել, բայց մի բան, որը բոլորն են կրկնում, այդ բա ինչ կասեն։ Այսինքն, բա ինչ կասեմ, բա ոնց եք ծանոթացել, չէ, ամենախնդալուն երեխաներին, որ ասում եմ, դե ոնց են երեխաներին պատմելու, ոնց եմ հանդիպել պապային, հանդիպել եմ պարզապես մատի մի, հա, sense swipe-ով, մենք գտել ենք հանդիպել եմ մատով։ Հանդիպել եմ մատով, մատի մի շարժումով հանդիպել եմ իմ կյանքի սիրուն։ Նախ իմ կարծիքով տարիներ անց երեխաները զարմանալու են, եթե հանկարծ մարդիկ պատմեն, որ դրսում ենք հանդիպել։ Ասեն, այսինքն գրադարանում։ Եթե հա, դեյթինգ այդ առումով իմ կարծիքով օքեյ է, բայց հա, շատ անգամ մարդիկ մտածում են, որ եթե դու ծանոթությունների կայքում ես, ուրեմն քո անձնականում ամեն շատ վատ է, այդ ուրեմն այդքան
քեզ ուշադրություն չեն դարձրել, որ պետքա մտնես ծանոթությունների ու կայքում։ քնտրես ուշադրություն։ Այո։ Եվ հետո մարդիկ ընկալում են ծանոթությունների կայքերը որպես եթե դու այնտեղ ես, ուրեմն քեզ հետաքրքրում է օրինակ սեռական հարաբերություններ եւ ոչ թե dating։ Հայաստանի մասնան խոսքը։ Ես 5 տարի աշխատել եմ ծանոթությունների կայքում իրականում, ամերիկյան ծանոթությունների կայքում։ Այսինչ դիր հյուրեք ամեն նախադասությունից հետո այնտեղ աշխատելը ինձ շատ բան է սովորացրել նախ ես բոլոր ծանոթությունների կայքերը ունեի որովհետև մենք հետևում ենք մեր մրցակիցներին ես հասկացա որ իրականում ամեն նպատակի համար ծանոթությունների կայք կա ստեղծված։ Կա կայք, որը հենց մենակ այն մարդկանց համար է, ում որ հետաքրքրում է օրինակ միայն սեռական հարաբերություններ ունենալ եւ գտնել պարտներ։ Կամ կա կայք, որը ընկերներ գտնելու համար է։ Կա կայք, որը dating-ի համար է, ամուսնության համար է, լեզու սովորելու համար է։ Եվ այս ամեն ինչը, որ ես մտածում ես, բոլորն է ծանոթություն հաստատելու համար են։ Ուղղակի վերջի վերջնանպատակը ուրիշ է։ Հայաստանում տենց dating app-երից շատ բաները չեմ որ տարածված են, հիմնականում այնտեղ Tinder-ն է, Bumble-ն է, եւ վերջ, երևի այդ երկուսն են, հիմնականում Tinder-ն է, որ տարածված է եւ բոլորը ընկալում են, որ այդ մի կայքը ամեն ինչի համար է։ Եվ կարծում եմ, որ Հայաստանում հենց դրա համար էլ գործում է այդ կայքը ամեն ինչի համար։ Պատկերացնում եք, որ գրանցվեք այդ կայքում ու date-ի գնաք, միգուցե ինչ-որ լուրջ հարաբերություններ ձեռք բերեք։ Շորտ, ես կամ այդ կայքերում։ Ես ակտիվ եմ աշխատել եք, բայց օգտվում Չէ, իհարկե օգտվում։ Իհարկե Հայաստանում մարդիկ մտածում են, որ այդ ես չեմ, եւ շատ անգամ Instagram-ում գրում են, որ Եվա ջան, տեսել եք ձեր նկարներով բան կա։ Ասում եմ, չէ, այդ ես եմ, ասում են ուղղակի չեն կարծում, որ դուք կլինեք տենց կայքով։ Այ հենց դրա մասին էի խոսում։ Բայց արի ուտես, որ թույլ եմ տալիս, հա։ Հենց որ սիրելի տղաներ, եթե կան մարդիկ, հա, որ չգիտեն Եվային ինչ տարբերակով կարելի է date-ի կանչել, կարաք Tinder։ Եթե ձեզ swipe աչ անեմ, հայո։ Մատի շարժումը հիշում եք։ Բախտ այդքան բերի։ Մի հատ բան ասեմ, ես ինչի չեմ օգտվում, նմանատիպ չեմ էլ օգտվի երևի, հենց ամենասկիզբը դրանից է գալիս, որ մի քիչ կարող է մի քիչ շատ նարցիսական է, բայց օրինակ ես չեմ պատկերացնում մի հատ սիտուացիա, որտեղ ինձ ինչ-որ մեկը ընտրում է։ Այսինքն ես եմ նկարն, ինչ-որ մեկը սենց հոպ չէ, իմ դուրը չեկավ կամ դուրս եկավ, մի տեսակ արդեն իմ համար տհաճ է այդ պահը պատկերացնելը։ Իսկ ոնց ես պատկերացնում, ինչ որ մեկին, եթե օրինակ դրսում հանդիպես, մոտենաս, ասես որ ես հավանում եմ, ու ինքը ասի, ես էլ ձեզ, կամ ասի, չէ, ես էլ ձեզ չէ։ Այդ ընտրություն չի, մեկը ընտրություն է։ Բայց այդտեղ ես կոնե հնարավորություն ունեցա, չէ, ինչ որ մոտեցա այդ մարդուն, ես էլ իրան հավանեցի այնպես չի, որ ինքը նստած էր ընտրում էր ինձ կամ չէր ընտրում։ Բայց դու էլ ես նստած ընտրում կամ չես ընտրում։ Այ հենց այդ ինձ ներվայնացնում, չգիտեմ, ինչ որ հոգեբանական բան է երևի, որ դրսում մոտենամ ինչ որ մեկին ու թեկուզ լավ ասի, չէ, կներեք, չէ, եկեք, դուք իմ դուրը չեկաք, իմ համար լրիվ օքեյ կլինի, որովհետև ես դրանից գոնե ինչ որ էմոցիա կապրեմ, ինչ որ չգիտեմ, պատմելու բան կունենամ, ինչ որ մի բան կկատարվի, բայց ես որ պատկերացնում եմ ինչ որ մեկը կարող ասես նայում եմ նկարը թերթում է, որովհետև ներվայնանում եմ։ Իրականում, օրինակ մեր ծնողները կամ տատիկ պապիկները ծանոթացել են խանութում, կանգառում, գրադարանում, ինչ որ տեղերով կամ ծանոթներով կամ իրենց են ծանոթացրել, ինչպես Հայաստանում սիրում են մարդկանց մի տեղ բերել եւ ծանոթացնել եւ կապ ստեղծել։ Ընտրել են իրենց փոխարեն, կամ ընտրել են իրենց փոխարեն։ Ու ստացվում է մենք մեծացել ենք լսելով այդ սիրո պատմությունները, երբեմն այդ սիրո պատմությունների մեջ MC պատմություններ, որը տենց մի ամբողջ կյանք հիշում ես, այնքան ռոմանտիկ ու սիրուն են։ Ու ռոմանտիզացնելով դա, մենք մտածում ենք, որ միգուցե հավելվածը, կայքերը, սոցմեդիան եւ այլն մի փոքր իջնում են, այսինքն մի հարթակ, որտեվ դե այդքան էլ ռոմանտիկ չի մի հատ կրակ ուղարկել սթորին եւ երբ որ այդ կրակը համեմատում ենք օրինակ այն ծաղկե փնջի հետ, որը ստացել օրինակ մեր տատիկը առաջին իսկ օրը երբ նրան նկատել են, ստացվում է այդ անհամեմատ սիրո մասին պատկերացումները, որի մեջ մենք ենք մտնում։ Այսինքն գնում ես դեյթի արդեն իսկ սպասելիքներով, որ դու սենց ինչ որ ռոմանտիկ բան ես տեսնելու։ Բայց մենք շատ բաներ մոռանում ենք, որ ժամանակի հետ պետքա հավասար առաջ շարժվել։ Մենք պետքա նախ ուրախ լինենք, որ հիմա ընտրելու հնարավորություն ունենք։ Շատ անգամ, երբ որ կարդում ենք ինչ որ գրքեր, մենք տեսնում ենք տարբերակներ, երբ որ տղան տեսավ, հավանեց, եկավ, այդ աղջկան ուզեց, ընտանիքը համաձայնություն տվեց, ամուսնացան։ Այդ աղջկա տեսանկյունից հիմնականում այդ աղջիկը
ընտրության հնարավորություն շատ չի ունեցել եւ այդ սահմանափակող ա եղել։ Մենք ապրում ենք այն դարաշրջանում, երբ որ դու ընտրության շատ մեծ հնարավորություն ունես, նենց ժամանակում ենք ապրում, երբ որ աղջիկը կարողանում է աշխատի, գումար վաստակի, ինքը իր գլխի տերը լինի եւ դրա շնորհիվ կարողանում է ընտրություն կատարի այլ բաներ հաշվի առներով։ Ու նաեւ ունենք այն ազատությունը, որ եթե դու սխալվես, նաեւ օքեյ բաժանվելը, այսինքն այս ամեն ինչը ոնց որ պետքա նաեւ այս ռոմանտիզացնել, որ մենք ապրում ենք այն ժամանակում, երբ որ դու կարող ես քեզ թույլ տալ ընտրել, սխալվել, նորից փորձել Եվ վերջի ծանոթությունների կայքերը մենք խոսում ենք, որ հա այդքան էլ ռոմանտիկ չի, բայց ծանոթությունների կայքերը մեզ տալիս են հնարավորություն հանդիպելու մարդկանց, որ այլապես չենք հանդիպի։ Ու ես այդ եմ ռոմանտիզացնում, որ սենց հիանալի հնարավորություն կա։ Եթե անգամ ոչ մի բան չստացվի մեր մեջ, մենակ եմ, որ ես այդ մարդու մասին, այդ մարդու կյանքի մասին իմացա, սովորեցի, ինսայթներն իմացա, արդեն ռոմանտիզացնելու առիթ է եւ այդ օգնում է ինձ ռոմանտիզացնել իմ կյանքը։ Ոչ միայն այդ հարաբերությունները, էլի։ Իմ մանկության ընկերը, ով որ էլ Հայաստանում չի ապրում, ծանոթացել էր Bumble ծանոթությունների կայքի միջոցով մի աղջկա հետ ու իրանք ամուսնացան։ Ամուսնության օրը իրենք պատրաստել էին սենց թղթեր, որոնց վրա QR-ով Bumble-ի բաններ, որ մեզ սերա բերել ու միգուցե եթե դուք էլ միայնակ եք ու չունեք ինչ-որ մեկին, դուք էլ բերեք։ Հայկական տիպիկ հարսանիք էր, բայց իրենք այդ մցրել էին ու ցույց էին տալի ու ռոմանտիզացնում էին ու ես շատ էի ուրախացել, որովհետև այդ էլ մի հատ մեծ կարծրատիպ էր։ Շատ հետաքրքիր։ Բայց Ժելկա, քո հետ համաձայն չեմ, գիտես ինչ բան, որ միգուցե չեմ ասում, որ չկա։ Այդ պահը հաստատ կա, որ տարօրինակ լինի ռեակցիան, որ իմանան ինչ որ ծանոթության կայքով կամ սոցցանցով է, միգուցե մի քիչ անվստահելի լինի մանավանդ հա ծնողների ու բարեկամների տեսանկյունից բան, տենց մի քիչ անլուրջ կարող է վերաբերվեն, բայց մի հատ սենց փաստ կա ու դա հաստատ տենց է, արդյունքն է կարևոր։ Այսինքն այնպես չի, որ չգիտեմ, ինչ որ մեկի հետ ես ծանոթանամ, սկսենք շփվել, չգիտեմ, ծանոթացնեմ ծնողների հետ կամ բարեկամների, իրանք նկատեն, չգիտեմ, ամուր, լուրջ հարաբերությունները եւ մենք իրար շատ ենք սիրում, չգիտեմ, 4 տարի հետո նստեն ասեն, բայց ինչ ամոթ էր բանով են։ Չէ, արդյունքն է կարևոր, այսինքն եթե այդ մարդիկ միգուցե իրանց համար անսովոր է նման բանը, որովհետեւ այն ժամանակ, երբ որ իրանք պիտի ծանոթանային կամ գնային դեյթի, այդպես բան չկար ու իրանց համար տրամաբանական է, որ չեն պատկերացնում ոնց կարա տենց լինի։ Բայց կարծես թե պատասխանատվությունն ընկել է մի փոքր մեզ վրա, այսինքն այդ առաջին քայլն անելու, կարծրատիպը կոտրելու եւ ռոմանտիզացիան ստեղծելու եւ այդ ամբողջը երբ ընկնում է ուսերիդ, մի փոքր դժվար է լինում։ Դու ստացվում է մի քայլ անում ես, երկու քայլ հետ ես գնում, արձագանքը եւ կարծիքները մտածելով էլի կարծում եմ որ սա սուբյեկտիվ է, կարող է լինել միայն իմ բարդույթը, բայց ուզում եմ մի բան ասել, որ սերնդի մասին խոսելիս էլի որպես ջենզիականներ, մենք առաջին սերունդն ենք, որ հարաբերությունների մեջ բերեցինք ինչ-որ տերմիններ, որոնք կարծում եմ, որ մեզ իսկ շատ ուժեղ մեզ քառակուսիների մեջ են դնում, այդ situationship ասվածն է, ես մի ուղարկյան միջղայնացի, ես իման բացը մի րոպե, երբ մարդիկ շփվում են իրար հետ, դա չի ունենում անուն, մենք չենք լինում զույգ, ոչ մի սիրային խոստովանություն նույնիսկ, բայց ես ունենում եմ պատասխանատվություն քո հանդեպ, որովհետև մենք զրուցում ենք օրինակ 3 տարի 4 ամիս։ Ու ստացվում է առանց label անուն դնելու այդ հարաբերություններին մարդիկ շփվում են եւ հաջորդ տերմինը, որը ցավոք էլի մենք ենք հեղինակը, դա ghosting-ն է, երբ մարդը շփվելուց հետո մի քանի օր հետո որոշում է, որ ինքը այլևս պատասխանատվություն չունի, քեզ գրելու կորում է, նույնիսկ կարող է զանգել եւ նա չպատասխանի ու դրա մեջ ոչ մեկ պատասխանատու չի։ Հենց ինչը վերաբերվում է ghosting-ին, դա խոսում է դիմացինի մարդ տեսակի մասին, որովհետև բոլորս կյանքի տարբեր փուլերում դժվար վիճակներում ենք լինում, դեպրեսիա, անձնական կյանքում ինչ-որ դժվարություններ, բայց այդ ամեն ինչը երբեք չի արդարացնում այն փաստը, որ դու կարող ես դիմացինի հանդեպ նման կերպ վարվել։ Ամենապրիմիտիվ գոնե օրինակ ներողություն ես էլ չեմ կարող վատ վիճակում եմ, ինչ որ մի տեսակի նամակ
պետք է կարողանաս գրել, իսկ եթե այդ ամեն ինչ չի արվում, ուղղակի հասկանում եմ, որ դիմացինը այնքան հասուն չի, այնքան կայացած չի ու ինձ հետ նույն level-ին չի, որ մի հատ էլ ուշադրություն դարձնեմ եւ չնայած ասում եմ էլի, տենց դեպք չի եղել, բայց եթե լինի թու ինքնագնահատականս ներումա, որ հասկանամ, որ խնդիրը ամբողջովին իր մեջ է եւ ոչ թե իմ։ Ես ունեմ նմանատիպ տրավմա, կարելի ասել, մի քիչ կարող է շատ բարձր ամենջում շատ անարդար ես ուզում եմ նախադասություն ասել, այո, արել են, բայց բացի դրանից ես եղել եմ situationship ասվածի մեջ եւ այդ հարաբերությունները շատ երկար են տևել են 2 տարի, կարծում եմ, մի փոքր ավել եւ ես ասեմ ինչի չկարողացա այդ ժամանակ դուրս գալ այդ ամեն ինչից, քանի որ հոգեբանորեն այնպեսի իրավիճակում էի, երբ կախվածություն ունեի։ Ես հիշում եմ այդ բաժանման օրը, երբ այդ պահին էլ մենք երբ որ խոսում էինք եւ ես հենց վերջ մի րոպե եկավ իմ մտածելու բանը, հասկացա, որ եթե չկար label եւ եթե չկար անուն այդ հարաբերությունից, ստացվում է այդ պատասխանատվության զգացողությունը ես եմ այդքան ծանր տարել։ Ու շատ եմ լսում նմանատիպ պատմություններ իմ տարիքային մարդկանց շրջանակում ու շատ եմ նեղվում նրանից, որ ինչի համար է ստեղծվել մի բան, որտեղ ոչ կա սեր, կներեք, եթե դա շատ մեծ հնչի եւ որովհետեւ մեկին հանկարծ վիրավորի, որովհետեւ ես կարծում եմ, եթե կա սեր, ուրեմն դա ունի անուն եւ ուրեմն մարդիկ ունեն այնքան պատասխանատվություն, որ հասկանան, որ չի կարելի անցնել այդ գծված սահմանը։ Ու ես հիշում եմ, որ դրանից հետո իմ յուրաքանչյուր դեյթի, հանդիպման եւ շփման մեջ ես շատ հստակ այո տրավմայից հետո յուրաքանչյուր դասերով հետ են գալիս, իմ դասն էր, որ ես պետք է անուն դնեմ դրան եւ եթե չկա անուն, ուրեմն բնականաբար չկա շփում։ Իրականում դա է ուզում հարցնել, որովհետև ես քանի որ մի քիչ ճակատային մարդ եմ բոլոր հարցերում, հիմա չեմ հասկանում դա։ Եթե ունես շփում, situationship, հա, ոնց ասում են, ու դու ինչ որ этаպից սկսած քեզ զգում ես, որ խանգարում է այդ պահը, որ անուն չունի, այսինքն դուք չեք հասկանում ով եք իրար համար, ինչի՞ չես գնում։ Նստում, ասես մի տարի հասկանանք եղբայր ջան։ Այդտեղ կարծում եմ կա վախը կորցնելու։ Հա որ դե իմ կարծիքով միգուցե շատ սուբյեկտիվ եմ դատում եւ քանի որ տենց սիտուացիայում չեմ եղել կարող լավ չհասկանամ, բայց իմ կարծիքով ավելի լավ է այդ տարբերակին գնալ, քան թե մնալ ու տես չի։ Միանշանակ երբ որ խոսում ենք, տենց ավելի հեշտ է թվում, բայց երբ որ մարդ այդ իրավիճակում է ու շատ անգամ նենց է լինում, որ նման իրավիճակում դու հայտնվում ես նարցիսի հետ եւ կարողանում ես շատ հանգիստ մանիպուլացվել եւ մտածում ես, որ եթե ես հիմա այս խոսակցությունը տանեմ, միգուցե դա իրան վախեցնի ու ինքը դեռ պատրաստ չէ խոսակցության ու ես կկորցնեմ իրան, ես էլ դրան պատրաստ չեմ ու վախում ես, եթե դու մերժվես, դա կազդի քո ինքնագնահատականի ինքդ քեզ ինչպես ես տեսնում ու այդ ամեն ինչի վրա ու այն մարդիկ, ովքեր որ իրենք են հենց ստեղծում situationship-ը, որովհետև իրանք ուզում են բաց պահել իրենց օպշնները, կարծում են, որ միգուցե այնտեղ միտեղ ավելի լավ մարդ կլինի ու դրա համար ես օքեյ եմ այս աղջկա կամ տղայի հետ դեռ, բայց նավսյակի բաց պահեմ, որ եթե ավելի լավ մեկը լինի, այդ մարդու մոտ։ Բայց հա որ ինձ թվում է կարող նաև տարբերակ լինի, որ պատասխանատվությունից վախենալ չասեմ չպատկերացնեմ մի տեսակ հա չնայած վախենալ բառը կարելի է օգտագործել որ մտածի լավ օքեյ ես այս աղջկա հետ չեմ հասկանում հիմա հավանում եմ սիրարված եմ թե չէ բա որ գնամ այդ քայլին ու հետո նենց ստացվի որ ավելի նեղացնեմ սենց բա էլ չէ կարող լինի օրինակ իմ մոտ եղել է Ես նախ շնորհակալ եմ ձեր խոսքերի համար, այդ շատ լավ բնութագրեց ինձ ու շնորհակալ եմ որ այդքան ապրում ակցեցիք ու հասկացաք ինձ, որովհետև ես հիմա մի հատ Բորիսի վրա ջղայնան եմ, եթե կարելի է։ Շնորհակալ Բորիսի։ Նայ, Սելի Բորիս։ Ոչինչ, հələ տղա հյուրել կլինի իվերք։ Շնորհակալություն։ Սելի Բորիս, դու որ գնում ես առաջին ժամադրության, ես եմ հիմա պատկերացնի։ Դու այդքան լուրջ ես յուրաքանչյուր կետին վերաբերվում որ դու հիմա իմ situationship-ը չհասկացար եւ չկարեկցեցիր ինձ։ Չէ, ոչ թե չհասկացա ու չկարեկցեցի, քանի որ ես նշեցի իմ տրամաբարությունը ուրիշ է, ես այ դա նայ, մա sense ավելի կոնկրետ բացատրեմ։ Եթե տհաճա քեզ, նայ, տհաճա լինելու եւ այդ խոսակցությունից հետո այդ մարդուն կորցնելը, ասեմ թե եթե դու վախենում ես կորցնելուց, եւ տհաճա այդ ամեն ինչը ինչ որ կատարվում է, երկու դեպքում էլ տհաճա։ Հիմա եթե քեզ չի վախեցնի, որ ես առաջին ժամադրությանն եկել եմ ու շատ լուրջ թեմաներից եմ խոսում, հարսի շորից սկսած։ Նո, բայց առաջին ժամադրությունը միասին ապրելուց։ Երևի չես հասկացել ինչ եմ ասում։ Առաջին ժամադրությունը չեղավ, որ արդեն situation ship-ի մեջ ես։
ես նկատի ունեի, երբ որ հասնում է այն պահը, երբ որ ասենք ես ու դու շփվում ենք 1.5 տարի ու ոչ մի բան པարզ չի, ոչ մի բանից չենք խոսել, ես ոչ մի քայլ չեմ արել ու քեզ սկսում է ներքուստ արդեն անհանգստացնել դա, ինչ որ պահ է գալիս, չէ՞, ճիշտ եմ հասկացել ձեզ։ Ինչի չգաս ու իմ հետ միանգամից չխոսես, երբ որ սկսել անհանգստացնել։ Իմ ամբողջ ասածը դրա մասին էր։ Այ Եվան, բայց արդեն հասկացա, որ միգուցե վախ կա եւ գործնելու այդ ամեն ինչը հասկացա, կներեք, դե հիմա ես այդ մարդ եմ սխալվելու իրավունքում։ Ես մեկը բայց մնացի իմ կարծիքին, ինչքան էլ որ ես հասկանում եմ, որ կարա մարդու համար շատ բարդ լինի, ինքը չկանա հոգեբանորեն գնա այդ խոսակցությունը սկսելու։ Իմ համար կլինի այդ թեման, կլինի ցանկացած ուրիշ, եթե կա խնդրեմ, դա պետքա փորձել լուծել, ոչ թե թողնել կամ փախնել կամ ասել ես հիմա չեմ կարա, պետքա փորձել լուծել, որ չմնա այդ խնդրեմը քո հետ։ Որ դե երբ որ հակամարտության բանը նախադասության սկիզբը մի քիչ հուսադրող չէր, երբ որ մարդը բնականաբար խնդիր չունի էմոցիոնալ ինտելեկտի հետ, այսինքն մարդը այնքան իրազեկված է եւ այնքան շատ լավ է ճանաչում իրեն ու այնտեղ որտեղ ինքը գնում է դեպի հարաբերություններ, ինքը նմանատիպ խնդիր չի ունենում, բայց շատ հաճախ մարդիկ, որոնք մտնում են դրա մեջ եւ իրենց զուգընկերներ եւ իրենք էլ այդքան էմոցիոնալ աստիճանով փորձված եւ փորձառու չեն լինում, այսպես ասած, ունենում ենք այդ կարմիր գծով խնդիրը։ Ես ուզում եմ մի հատ կետի վերադառնանք, ոնց ես քեզ զգում հարաբերություններում։ Ես կարծում եմ, որ մենք դրա մասին շատ ավելի շատ ենք խոսում, քան մեր ծնողները եւ իրենց ծնողները։ Ոնց ես կարողանում հարաբերություններում շատ բաց խոսել նմանատիպ թեմաներից։ Արդյոք քեզ համար օրինակ հիմա ավելի հեշտ է, քան այն ժամանակ, երբ օրինակ ավելի փոքր ես եղել։ Միանշանակ տարիքի հետ գալիս է այդ հասունությունը եւ էմոցիոնալ եւ հստակ հասկանալ թե ես ինչ եմ ուզում իմ կյանքից, որովհետեւ 18 տարեկան, 20 տարեկան դու չգիտես դու քո կյանքում ինչ ես ուզում, մի հատ էլ դիմացինից հասկանաս ինչ ես ուզում, հիմնականում նայում ես, օքեյ, սիմպաթիչնի տղա, եւ այլն շփվենք։ Բայց տարիքի հետ, երբ որ դու ավելի դառնում ես անկախ ֆինանսապես։ Օրինակ, ես արդեն 5 տարի է ապրում եմ մենակ։ Ես իմ բիզնեսն ունեմ, ես իմ գումարն եմ վաստակում, ճամփորդում, այսինքն ես ինքնուրույն լիարժեք կյանք ստեղծել եմ։ Ես դիմացինից արդեն իմ պահանջները գնալով ավելի շատանում է, որը մի քիչ sense դժվարացնում է ընտրությունը իհարկե, բայց ուղղակի սիմպաթիչնի լինելը հերիք չի, որպեսզի դու ընտրես դիմացինին։ Իմ համար Այս դեպքում դե 24 ես ոչինչ, հիմա ունես։ Ափսոս, ստացվեց։ Իմ սիրտը կոտրվեց։ Հա, ու մեկ էլ ինձնից փոքր չլինի տարիքով։ Ով։ Ես ասի ով, որտեվ ես եղել եմ նույն հարաբերություններում, եւս 1+1 տրավմա։ Չէ, քեզ բացառություն կանեմ, սրանից հետո կգնանք ժամադրության։ Լավ, շոհեց էլի։ Հա, դե հիմա տղա էլի։ Դու մի հատ շահի։ Բայց որ սա մեկ անգամյա օգտագործող պրիվիլեգիա։ Ասա, հենց հիմա ասա։ Ասա աղջիկ է էլի։ Դե, աղջիկ եմ էլի։ Այ դզեց։ Կյանքը ավելի թեթև է, քան պատկերացնում ենք։ Եվ իմ համար ես ունեմ նաև ընկերներ, ովքեր որ էմոցիոնալ հասուն են ու ինձ տալիս են շատ մեծ թիկունք, ու ես դրանից հետո չեմ պատկերացնում ունենամ զուգընկեր, ով որ չունի այդ էմոցիոնալ հասունությունը, ու վրա ես կկարողանամ հենվել, որովհետև գիտեմ, որ նաև ես ունեմ այդ հասունությունը եւ ինքը կարա իմ վրա հենվի։ Քանի որ մենք խոսում ենք սիրո մասին, որպես արդիական սիրո, այսպես ասած 21-րդ դարի, ինչ որ տարբերություններ կան, դուք նկատում եք, այն որ ասում ենք այն ժամանակվա սիրո ու հիմիկվա։ Միգուցե շատ ավելի པարզ ամեն ինչ եղել, որտեվ կյանքն է པարզ եղել, իսկ հիմա կյանքը շատ է խճճվել, ամեն ինչ շատ է բարդացել, դրա համար սերնել հետը բավականին բարդ է։ Այ հենց դրա մասն եմ ուզում ասել, որ հիմա քո թե ձեր մենք քո թե մենք էս ժամադրություն ենք գնում, ինչ ձեր մոտիկությունը կա։ Եվա Ափորիչան։ Որ խոսմերի նկատեցի համեմատություն տար ավելի ճիշտ իմ մեջ, օրինակ երբ որ, չգիտեմ, իմ ծնողները կամ տատիկս որ սիրուց խոսում է, իրանց մոտ գլխավոր բանը այդ սիրահարվելն է։ Իրա պատմության մեջ գլխավոր դերը այդ է, որ սիրահարվեցին, վերջ, էլ ուրիշ բան չի հետաքրքրում, չգիտեմ, էմոցիոնալ հասունություն բառ։ Այունակ բայց պատկերացնում ես, որ կարաս ինչ-որ մեկին սիրահարվես, ու թեկուզ այդ քո ասած նյուանսները չունենա ինքը, բայց դու մեկա շփվես իր հետ, որովհետև սիրահարվել ես, չես կարող չշփվես։ Եթե դա լինեի 20-21 տարեկանում, հա, շատ ռեալ է, մարդու սիրահարվում ես, գնում ես առաջ, շատ չես խորանում, բայց տարիքը ստեղ շատ կապ ունի։ Խիա տարիքի հետ ավելի դժվար դառնում ընտրություն կատարելը, որովհետև քո պահանջներն են ավելանում ու այլ հեշտ սիրահարվելը չի ստացվում։ Այսինքն հիմա սիրահարվելու համար դու պետք է այդ
պահանջները բավարարված լինի։ Այսինքն դու պետք է այդ մտերմությունը, աջակցությունը զգաս մարդուց, որ դա գնա դեպի սիրարվածության։ Իսկ այն ժամանակ, երբ դու 18-19 տարեկան ես, սիրարվելը շատ ավելի հեշտ էր տրվում։ Ես ժամանակին մտածում էի, որ իմ զուգընկերը պարտադիր պետք է ինչ-որ sense հստակ արտաքին ունենա եւ այլն։ Հիմա հասկացել եմ, որ արտաքին տվյալները իմ համար բավականին իջել են, որովհետև եթե ես ինչ-որ մեկի հետո որ օրինակ տենց Brad Pitt-ն է, բայց տուպոյ, ինձ պետք չի։ Այսինքն, երբ որ ես օրինակ մեկին տեսնում եմ, շփվում եմ, ով որ sense հասուն, կայացած, ֆինանսապես անկախ մեկն է, այդ մարդու արտաքին տվյալները իմ համար միանգամից դառնում են ավելի ցանկալի։ Նայում եմ, ասում եմ, ոնց էս ինչ լավն է։ Բայց այդ 18 տարեկան Եվան կյանքում չէր հասկանում, ասեր ինչ խոսում էլի, որովհետև այդքան չէր խորանա խոսակցության մեջ։ Ես չեմ ասում կընտրեմ մեկին, ով որ գնայեմ ու կասեմ, «Ոյ, Աստված ջան, էս ինչ ահավոր է», բայց զատո խելացի է, չէ, բայց երբ որ ինչ-որ մեկը լինում է աստղով խելացի, դառնում է քո համար շատ սիրուն։ Դու մարդուն մենակ արտաքինը չես տեսնում, ասես ներսն էլ ես տեսնում, էլի։ Դու նաև տեսնում ես արդյոք ինքը կարա լինի հարմար զուգընկեր եւ կկարողանա օրինակ երեխա ունենալուց հետո կիսի պարտականությունները երեխա մեծացնելու եւ այլն, ասես մի քիչ ավելի խորն ես նայում, ուրիշ բաների ես նայում, էլի։ Ուզում եմ այդ սիրո հարատևությունից խոսենք։ Մենք մեծամասամբ ծնվել ենք ընտանիքներում, որտեղ տեսել ենք նման սիրո օրինակներ, մեր տատիկների, պապիկների, ծնողների, չգիտեմ, հարազատների շրջանակում փոխվել է այն, որ մարդիկ այլևս չեն դիմանում ցավին եւ չեն դիմանում դժբախտ կարգավիճակին, այլ ընտրում են հենց իրենք։ Եվ սա իմ կարծիքով ամենամեծ քայլն է, որ մենք կարող ենք անել որպես սերունդ, որ շատ ավելի ամոթ է լինել դժբախտ, քան ապրել կարծրատիպերի եւ հասարակության կարծիքի զոհը լինելով։ Երբ որ դու բերում ես օրինակ ծնողների, տատիկների, որ տեսել ենք մենք երկարատև սեր, մենք չենք տեսել երկարատև սեր, մենք տեսել ենք ուղակի չունենալ ընտրության հնարավորություն։ Այսինքն կարող է շատ դեպքեր ա եղել, երբ որ իրանք հասկացել են էլ սերը չկա կամ հետաքրքրություն չկա, բայց իրանք չեն մտածել, որ կա այլ տարբերակ, օրինակ բաժանվելու տարբերակը, եւ դրա համար շատ կարեւոր է ամուսնանալուց առաջ լինել ինքնուրույն։ Այս մի բան է, որ իմ մաման է ինձ միշտ ասել, մինչև ամուսնանաս անպայման վստահ եղի, որ ունես կրթություն եւ ունես աշխատանք, որովհետեւ անկախ ամեն ինչից, որ դու ստիպված չմնաս հարաբերություններում, որովհետեւ այլընտրանք չունես, օրինակ, եթե բաժանվես, էլ ոչ գործ կունենաս, ոչ մի բան չես կարող անես, այլ դու պետքա լինես ֆինանսապես անկախ, ունենաս քո կրթությունը, գիտելիքները, որ իմանաս, որ դու ընտրում ես հարաբերությունները սիրո, ջերմության եւ հոգատարության համար, այլ ոչ թե որովհետեւ ստիպված եմ։ Կախվածություն ունես։ Այո, ու դրա համար իմ կարծիքով շատ կարեւոր է ամուսնությունից առաջ ապրել միասին։ Գիտեմ, սա sense շատ բան թեմա եմ բացում, որ ոնց որ կոմենտները գրելու։ Դե հիմա գրեք, հա, ինձ օքեյ, սովորեմ, Ժորժ ջան։ Բայց մինչև այդ ամուսնության գնալը կարևոր է տեսնել արդյոք ես այս մարդու հետ կարողանում եմ կենցաղ կիսել, մանավանդ մինչև երեխա ունենալը, որովհետև դու պետքա այդ մարդու հետ լինես ընտանիք, նոր կարողանաս ստեղծել ավելի մեծ ընտանիք, էլի, հա, որովհետև բաժանման մասին հեշտ ենք խոսում, բայց վերջի վերջո բաժանությունը ասում է նաև երեխայի հոգեկանի վրա, իհարկե եթե ընտանիքում ամեն ինչ շատ վատ վիճակում է, հաստատ ավելի լավ է բաժանվելը, բայց ավելի լավ է իրար ավելի լավ ճանաչելը, վստահ լինել, որ մենք միասին կկարողանանք երեխա ունենալ առողջ հարաբերություններ, նոր ունենալ երեխա։ Ես ինքս պատրաստ չեմ լինի, ինձ թվում է հիմա, չգիտեմ, փորձ չեմ ունեցել, մինչև ամուսնությունը, ինչ որ մեկի հետ ապրեմ, նոր ամուսնանամ, բայց ես այնքան պատմություն եմ լսել, որ չգիտեմ, խնդիրներ լինում կամ բաժանություն անգամ ու ասում են ամեն ինչը կենցաղի պատճառով է, կենցաղը ամեն ինչ սպանում է, կենցաղում մեկ էլ հասկացեցինք ապրել իր հետ ու հասկացանք, որ չգիտեմ, անհամապատասխան մարդիկ ենք, չի լինում։ Իսկ խի պատրաստ չես լինի։ Այ չեմ կարող ասեմ։ Ինչ ես, այսինքն կարծում ես դա օրինակ հասարակության ընտանիք եւ բարեկամների կողմից սխալ կընկալվի, որ աղջկա հետ նույն տանն ես ապրում։ Ես այդ մարդկանցից չեմ, որ հաշվի առնեմ ում կողմից ոնց կընկալվի։ Վախեցնող է աղջկա հետ
Այդ շուտ կար ասեմ, ասես ոնց որ դրած լինի մեջը, ժորտ խեկի մեջ դες բաներ դրան։ Ես կարծում եմ, որ նմանատիպ իրավիճակներում սա որպես օրինակ էր միասին ապրելը, շատ հաճախ հենց կարծրատիպն է լինում խնդիր։ Ես օրինակ դա եմ լսել, որ ասում են դե ինչ կմտածեն հարևանները, բարեկամները, ծանոթները։ Ես շատ հաճախ լսում եմ, որ մենք այնքան հեշտ ենք խոսում բաժանությունից, որ մեզ համար բաժանությունը այդ ոնց մատի swipe-ով ենք ծանոթանում, տենց էլ բաժանվում ենք։ Ես երբեք չեմ ուզենա, որ նման կարծրատիպ ստեղծվի, բայց ես հասկանում եմ որտեղից է դա գալիս, մարդիկ համեմատություն են անում։ Ասում են դե օրինակ եթե մեր տատիկները 55 տարի ապրել են միասին, 5 տարի այս սերունդը չի կարողանում իրար հետ ապրի, ստացվում է, որ դուք դիմացկուն չեք, մի քիչ հասկացող չեք, մի քիչ էլ չեք ճանաչում լավ իրար։ Ու այդ բոլոր դե հիմա այդ երեք օրինակ էին, այդ բոլոր կարծիքները մեր մասին մի քիչ սխալ համբավ են ստեղծում, բայց ես դրա հետ համաձայն չեմ։ Ես կարծում եմ, որ գալով իմ առաջին արգումենտին, որ ավելի լավ է բաժանվել եւ հասկանալ, որ դու երջանիկ ես, քան ստեղծել հարաբերություններ, որտեղ երբեք ոչ մեկ երջանիկ չի լինելու։ Տես իմ համար ընդհանրապես բաժանությունը, եթե ամուսնացել են, ու իմ կարծիքն է հիմա, եթե ամուսնացել են մարդիկ, այն ամենավերջի կետն է, որ արդեն հնարավոր չի ոչ մի բան անել, այ նոր կարելի է դրա մասին մտածել։ Հա, բնականաբար սա ռոպագանդա չի։ Նուրբ բան կա, որ տես դու ասում ես, ես էլ եմ համաձայն, ես էլ եմ շատ ուրախ, որ հիմա այդ ընտրությունը ու ազատությունը կա, բայց մի հատ նուրբ պահ կա, որ շատ հեշտ լուծում է ու գնում են դրան։ Ասենք ամուսնացել են, չգիտեմ, անցել է 2 տարի, որոշ բաներ իրանց դուրը չի գալիս ու միանգամից գալիս է այդ, որ դե կբաժանվեմ, ինչ ա եղել, որ խի դիմանան բան։ Իմ համար օրինակ նաև հարաբերությունները, սերը, չգիտեմ, ընտանիք կազմելը, նաև այդ դժվարությունը հաղթահարելու մասին է։ Համաձայն եմ։ Կարծես մի հատ հետաքրքիր դեպք ընտրեց քո ժամադրություններից։ Համոզված եմ, ինչ որ հետաքրքիր բաներ եղել է։ Շատ հետաքրքիր բաներ ա եղել։ Ես միշտ ժամադրությունից հետո, եթե անգամ չկար որևէ համակրություն այդ մարդու հանդեպ, ինձ մեկա մարդը իր տեսակով շատ հետաքրքիր է, ու ժամադրությունը ինձ տալիս է հնարավորություն դիմացի մարդուն բացահայտելու, ոնց որ ասում էի, հանդիպել մարդուն, որ այլապես իրական կյանքում տենց դժվար մեր ճանապարհները խաչվեին, եւ ես ունեցել եմ հնարավորություն տենց դրա մասին անգամ ռիլ էի նկարել բոլիվուդյան մի աստղի հետ ժամադրվելու, տենց մի քիչ ավելի երկար ժամանակով, ու էլ երբ է ես հանդիպելու իրան։ Էլ որտեղ էլի, կամ օրինակ տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, դիրիժոր, կամ ու այս ամեն ինչ որ ասում եմ, ճիշտն ասած իմ փորձը ժամադրությունների հիմնական հայերի հետ չի, Դեղել բախտս չբեր։ Բայց ասեմ ոչ թե տենց լրիվ ընտրությունը իմն է, այլ ես էլ հայերի ճաշակով չեմ էլի, այսինքն այստեղ տես մենք իրար շատ չընդհանրացնեմ, բայց հայերի ճաշակով չեմ, եւ միգուցե նենց ոնց որ ես կյանքը տեսնում եմ ու այն կյանքը, որ ես պատկերացնում եմ, շատ հայ տղամարդկանց համար տարօրինակ է, իրենք չեն ուզում օրինակ իրանց զուգընկերը տենց լինի։ Կամ ունեցել եմ ժամադրություն ոստիկանի հետ, ֆրանսիացի շատ հետաքրքիր էր դա, այո։ Եվ դու կարող ես գիրք գրել, ես կարծում եմ։ Իմ ընկերները շատ են ասում, որ կարամ միանշանակ գիրք գրեմ։ Իրականում ինձ ոգևորեց այս պատմությունը, որտեղ ստացվում է, որ ես մեծ հավանականություն կա, որ կգնամ դեյթի Փոլ Մասկալի հետ, դերասան, ստացվում է, եթե դիրիժորը եւ ոստիկանը կա, ուրեմն շատ իսկ երբևիցե հաշվել եք, օրինակ, քանի դեյթի եք գնացես ելի Եվա։ Այ ճիշտ է դա, որտեղ ամենաշատ anxiety առաջացնող հարցը, թե դու կենտրոնանաս քանի դեյթի ես գնացել, concept տալու։ Հա, իսկապես։ Ոչ մի բան։ Սելի Եվա, շնորհակալ եմ։ Հաշիվը կորցրել եմ արդեն չէ։ Չէ, բայց մարդիկ կան, որոնք հաշվում են եւ հետո իրենց մոտ սկսում է այն միտքը, որ իսկ քանիսը այդ դեյթից ստացվեցին այնպես, ինչպես ես սպասել էի եւ երազել էի, ու քանիսը գնացին այնպես, ինչպես ես նույնիսկ չել մտածել։ Ուղղակի դեյթ գնալուց երազել մի քիչ տենց շատ ռոմանտիկա հնչում է։ Այո, ես ռոմանտիզմ եմ։ Խնդիրը առաջին։ Իմ կարծիքով պետքա գնալ այն բանով, որ անկախ ամեն ինչից ես հանդիպում եմ ինչ-որ մի մարդու, ով որ
այլ կյանքից է, այլ հետաքրքրություններով է, ես կարամ ուղղակի բացահայտեմ այս մարդուն կամ վերջի վերջո գոնե երկրից մասին պատմեմ Տուրիզմի համար մի բան մի քայլ տուրիզմի համար զարգացնեմ, խորհուրդ տամ ինչ-որ տեղեր, որ կարելի է գալ Հայաստան տեսնել եւ այլն, ու այդ արդյունքում շատ հետաքրքիր է, կամ մանավանդ ճամփորդելուց է շատ հետաքրքիր, երբ որ դու գնում ես ժամադրությանը, ասում ես, որ ես այս երկրում առաջին անգամ եմ, այս քաղաքում առաջին անգամ եմ եւ անվճար գիդ ես գտնում համար, որ քեզ տանի մանտան, այնց որ էլի շահացես դուրս գալիս։ Եվ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, շատ հետաքրքիր էր։ Լիքը հայլայթներ եմ արել մոտս հաջորդ դեյթի համար։ Հայլայթ, լիքը հայլայթ։ Բորիսին էլ եմ պատրաստում օգնել այդ հարցում, ինչու ոչ, խորհուրդները միայն ինչ չեմ պահելու, էլի Բորիս։ Միգուցե հետևություն։ Ոչ։ Հայլայթ հետևությունն է նշանակում։ Հայլայթ երևի Զրույցից ամենակարևոր կետերը, հա, որոնք առանձնացրել եմ ինքս իմ համար, որը հիշել եմ եւ կիսվել եմ քեզ հետ։ Համաձայն ես։ Հա, եկեք լավ հայլայթ անենք։ Այլ տարբերակ չկար ուղղակի էլի Բորիս։ Սիրելի Monk 3 ալիքի YouTube-յան հետևորդներ, շնորհակալ ենք, որ լսեցիք մեր զրույցը։ Սեղմ եք պոդպիսացա եւ զանգակի վրա պարտադիր որ բաշխի թողնեք մեր Եվ գրեք թողարկումները։ մեզ մեկնաբանություններ, մենք սիրով կկարդանք։ մեկնաբանություններում կարող եք գրել, արդյոք դուք կաք ծանոթությունների կայքում թե ոչ, ես սիրով կկարդամ, իսկ եթե ինձ հավանում եք, գրեք Instagram-ով։ Մեկ էլ գրեք ինչ հայլայթներ արեցիք։ #սիրում ենք Եվային։ Stay tuned.